Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ Իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Քաղաքացիական պայմանագրի ցուցակով պատգամավոր ընտրված Վաղարշակ Հակոբյանը եւ Տավրոս Սափեյանը հրաժարվում են մանդատից։ Հակոբյանը կյանքի այս փուլում որոշել է գործունեությունը շարունակել մասնավոր ոլորտում, միաժամանակ ցանկանում է տեղեկացնել, որ իր այս որոշումը կայացվել է վարչապետի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հետ համաձայնեցված, շարունակում է մնալ կուսակցության լիիրավ անդամ եւ շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին, նշել է Հակոբյանը։ Սափեյանն էլ տեղեկացրել է, որ հրաժարվել է Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի մանդատից ու շարունակելու է աշխատանքը որպես Թալին համայնքի ղեկավար։ Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան դաշինքից 105 տեխնացու հրաժարվել է պատգամավոր դառնալու հնարավորությունից։ Ուժեղ Հայաստանի ցուցակի 199 տեխնացուից մնացել է 96-ը։ Ինքնաբացարկի դիմումներ են գրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ընդդիմադիրների ցուցակներից այսպիսի զանգվածային դիմումներ նախկինում չեն եղել։ Բոլորը մեր թիմակիցներն են եւ մնում են մեր թիմակիցները, բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, չեն կարող լինել անվստահելի, դա մեր քաղաքական մարտավարությունն է, ասել է Կարապետյանը։ Նարեկ Կարապետյանն էլ հայտարարել է, թե ազգային ժողով գնացող քաղաքացիական պայմանագրի անդամներն իրենց ճակատին կրում են 50,000 գողացված ձայների դրոշմա։ Նա նաև նշել է, որ չի ուզենա, որ փողոցային խոսույթ լինի ազգային ժողովում։ Ամեն մեկը այնտեղ նստած մարդկանցից, իշխանականներից իր ճակատին կրում է 50,000 գողացված ձայների դրոշմը։ Այն մարդիկ, ովքեր ուզում եմ ասեմ, ովքեր մտնում են 50,000 ապացուցված գողացված ձայների դրոշմը։ Ապացուցված։ Բեհակն ոչ մտավ խորհրդարան, մեկ թե երկու մանդատ նաև ձեր ուժին է Դա ավելանում։ մեր համար դա չի կարևոր եւ հետաքրքիր դա չի, մեր համար կարևորը լեգիտիմությունը եւ ընդհանուր թվականակի լեգիտիմությունը եւ պրոցեսների 50,000 գողացված ձայն կա։ Ապացուցված, դա չի եղել, որ մեկը մի հոգի, ասենք, դատական process կսվի 6 տարի հետո, ապացուցեն, որ այդպիսի բան չկա։ Ապացուցված 50,000 ձայն օրը ցերեկով գողացան Հայաստանի քաղաքացիներից։ Այդ դրոշմը այսօր, վաղը, մի տարի հետո, 2 տարի հետո մնալու է այդ մարդկանց ճակատին։ Եվ այժմ զրուցելու եմ 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ։ Ողջույն Տիկին Ղազարյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Սկսենք նրանից, թե ինչ ապացուցված գողացված 50,000 ձայների մասին է խոսքը, որ դուք կրելու եք այդ դրոշմը ազգային ժողովում։ Իրականում շատ զավեշտալի է Նարեկ Կարապետյանի կողմից նման որակավորում լսել է մեր հասցեին, թեպետ Նարեկ Կարապետյանը այդպիսի անպատասխանատու հայտարարություններով առաջին անգամ չէ, որ աչքի են գնում, բայց այնուամենայնիվ պրոցեսներին ամբողջ ընթացքին ողջ հանրությունն է ուշադիր եղել եւ միշտ ենք մենք կրկնել, եթե ընտրությունների ընթացքում որևէ խնդիր առաջանար, վստահաբար Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ուներ պայքարել իր ձայնի համար, իր քվեի համար, նման բան մենք չենք նկատել, չենք էլ նկատի առաջիկայում, որովհետև իրապես ամեն ինչ արդարացի կերպով է իրականացվել։ Իսկ ինչ վերաբերվում է Նարեկ Կարապետյանին, թող իրենք մտածեն, թե իրենք ոնց են հայտնվել ազգային ժողովում եւ ինչ պիտակ են իրենք կրում իրենց ճակատներին, ընտրակաշարք բաժանողի եւ ընտրակաշարքի հիմքով բացառապես ընտրված մարդու, ոչ թե քաղաքական հենքով, այդ փողով եւ ընտրակաշարքով ընտրված մարդու պիտակ են կրում իրենք իրենց ճակատներին եւ լավ կլիներ նման հայտարարություն անելուց առաջ պատրաստ լինել նաև այդ հարցերին պատասխանելու, որովհետև վստահաբար մենք ընթացքում տեսնելու ենք նաև այդ գործերի վերաբերյալ վճիռներ, որովհետև գիտեք, քանի հոգի մենակ Ուժեղ Հայաստան դաշինքից արդեն նման մեղադրանքով են անցնում, թեպետ դեռ դատարանը որոշումներ չունի, բայց ես վստահ եմ, որ առաջիկայում այդ որոշումներն էլ կլինեն։ Տիկին Ղազարյան, Սամվել Կարապետյանը նախորդ էջապազրույցներում էլի խոսելով իրենց գաղտնի պլանների մասին, անդրադառնալով այս թիմակիցների հրաժարականներին եւ այլն, ասաց, որ դա իրենց գաղտնի պլանի մի մասն է եւ դա հենց առաջ էլ մանդատները երբ վերցրեցին, ասաց, որ դա եւս եղել է գաղտնի պլանի մի մասը, հա։ Բայց առաջինի մասով գոնե այնպիսի տպավորություն է, որ Ուժեղ Հայաստանի համար էր դա ինչ որ գաղտնի պլան։ Բոլորը նաեւ դուք խոսում եք, որ նրանք մանդատները վերցնելու են։ Գիտեք, իրենք նախ խոսում ենք, որ իրենք մանդատները վերցնելու են, որովհետև մենք նման
տեսարան էլի ունեցել ենք նման վառ հիշողություն ունենք նաև 21 թվականից, որ բոլորը ինչ-որ բաներից են խոսում, բայց հետո խելոք մանդատները վերցրեցին եւ եկան ազգային ժողով, այդ մարդիկ չեն փոխվել, տեղերն են փոխվել պարզապես, նույն ներկայացվածությունը ունեն, հետեւաբար այն որ շատ պրիմիտիվ էր այդ քայլը ու կանխատեսելի, այնպես որ որևէ նոր բան չի տեղի ունեցել, իսկ ինչ վերաբերվում է Սամվել Կարապետյանի ասած գաղտնի պլանին, իրենց գաղտնի պլանը հենց գաղտնի պլան չունենալն է, պարզապես դա այդպիսի վերնագրով են տալիս, որպեսզի ինչ կարողանան անեն, ասեն սա էլ մեր գաղտնի պլանն է, որ ցույց տան ինչ որ բան ամեն դեպքում իրենք տեխնոլոգիա ունեն ինչ որ էլի հետարքիր ինչ որ բան են մտածել, ես կարծում եմ գաղտնի պլան չկա, շատ պրիմիտիվ էր այդ քայլը եւ կանխատեսելի։ Իսկ այն հայտարարությունները ինչպես կմեկնաբանեք, երբ ասացին, որ իրենք հաջողվել է իրենց արժև դրած, այսպես ասենք, նպատակը իրականացնել, այն է, իրենք կարողացել են կանխել այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձը, այդ թվում նաև Ալիևի պահանջով Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։ Էլի եմ ասում, իրենք իրականում շատ վատ քարոզարշավով աչքի ընկան ընթացքում, անընդհատ տակ պահելով այդ 300,000 ադրբեջանցիների իբրև թե վերադարձի թեման, որի վերաբերյալ մենք բազմիցս ենք ասել, որ նման խոսակցություն երբևէ որևէ կողմից չի եղել, այդպիսով վրացելով նաև խաղաղության գործընթացին ընդհանուր առմամբ, որովհետև լավ չի, երբ որ մենք ենք միշտ ասել, որ նման բաների մասին են խոսում են գործընթացում, երբ որ նման խոսակցություն առհասարակ չկա ու դա գեներացվում է հենց մեր երկրում զուտ քարոզարշավում որևէ ձայներ ստանալու համար չմտածելով առհասարակ հետագա անելիքների մասին։ Իսկ ինչ վերաբերվում է սահմանադրության ընդունել կամ չընդունելը, մենք դեռ 19 թվականի սահմանադրական բարեփոխումների մասին ենք խոսել, այնուհետև նաև նոր սահմանադրություն ունենալու մասին ենք խոսել, եւ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ այդ գործընթացին եւ իրապես մենք հասկանում ենք ու բոլորս ենք հասկանում, որ 2015 թվականին ընդունված սահմանադրությունը հատուկ կարված որևէ մարդկանց հակին կարված սահմանադրություններ եւ այն անհրաժեշտություն ուներ փոխվելու, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ սահմանադրությանը իրապես արդարացի հանրաքվեի արդյունքում այո չեն ասել եւ պետք է որ սահմանադրությունը, որը սահմանում է քաղաքացի պետության փոխհարաբերությունը իսկապես բխի քաղաքացու շահերից, հետեւաբար մենք ձեռնամուխ լինելու ենք ամեն դեպքում սահմանադրության բարեփոխումներին, նոր սահմանադրության ընդունմանը, առաջիկայում ինչպես որ նախատեսված է տեքստը կհրապարակվի, մեր քաղաքացիները կծանոթանան, լայն քննարկումներ կծավալվեն, որի արդյունքում էլ հետագա process-ներին արդեն կհասկանանք ինչ ճանապարհով ենք առաջ գնում։ Տիկին Ղազարյան, նաև ներողություն վերջին օրերի հաշվի առնելով ձերբակալություններ, կալանավորումներ եւ այլն, մասնավորապես ամենաթարմերից մեկը Գագիկ Ծառուկյան, այնուհետև Արեգ Նազմանուկյանը Մայր Հայաստան կուսակցությունից, որը պատգամավորության տեխնատորի առաջադրված ԲՀԿ-ից եւ այլն։ Սրանք ձեր տարբեր ընդդիմադիրներ բնորոշում են որպես քաղաքական հետապնդումներ եւ դրա համատեքստում նշում են, որ սրանով մի ահռելի գործընթացի մեկնարկն է տրվել, այն է պետության կազմաքանդումը, հա։ Կխնդրեմ այս քննադատություններին էլ անդրադառնալ եւ արդյոք խնդրահարույց չեն ձեզ համար այն իրավական գործընթացները, որոնք տեղի են ունենում վերջին մի քանի օրերում։ Իրականում խնդրահարույց չեն, այդ քրեական գործերը դեռ վաղուց էին արդեն սահմանված եւ պետք է որ ընթացք տրվեր ինչ-որ մի կետում, ինչ-որ մի օր մի փոքր բան է առաջանում մարդկանց մոտ, որ իրար հետևից կարծես եղավ, դրա համար գուցե մարդիկ մի տեսակ շոկի մեջ են, բայց դա ոչ ինձանից է կախված, ոչ էլ որևէ մեկից, այլ իրավապահները իրենց գործընթացի շրջանակում իրականացնում են իրենց լիազորությունները, այնպես որ այստեղ խառնվել կամ որևէ բան ասել չեմ կարող, բայց այդ քրեական գործերը վաղուց կային։ Հիմա այդ մարդիկ ասում են կոնկրետ քրեական գործերով, թե Արեգ Նազմանուկյան, թե Գագիկ Ծառուկյանը, եւ հետեւաբար այդ քրեական գործերը փորձել փաթեթավորել որպես քաղաքական հետապնդում, դա էլ մեզ համար նորություն չէ, որովհետեւ բազմիցս ենք նման դրվագների ականատես եղել, երբ տարբեր մարդիկ տարբեր քրեական գործերով ասնելու դեպքում երբ որ գալիս է արդեն դատարանի առաջ պատասխան տալու կամ որևէ գործունեություն իրականացնելու ժամանակ դա փորձում են փաթեթավորել որպես քրեական հետապնդում։ Ես միշտ կարող եմ օրինակներ բերել, բայց ինչու մյուս քաղաքական գործիչների, որոնք գուցե ավելի բռնազբոս կերպով են հանդես եկել, նրանց հանդեպ որևէ գործընթաց չի ընթանում, պարզ է, չէ, որ ուրեմն չեն ասում որևէ քրեական գործով։ Այնպես որ նորություն չէր, որ փաթեթավորումը նման կերպ է տևում, բայց իրական բովանդակությունից փորձելով շեղել ողջ հանրությանը, այդ թվում իրենք իրենց էլ երևի ինքնախապեյության մեջ դնելով։
Շատ լավ։ Այս պահին օրինակ, քանի որ դատական գործից խոսեցինք, այս պահին ընթանում է Քոչարյանի գործով դատական նիստը, եւ Ռոբերտ Քոչարյանը այնտեղ նշեց, որ իշխող ուժը, նաեւ վարչապետը հրապարակային ցուցում են տալիս դատավորին, որպեսզի իրեն կալանավորեն, որովհետեւ ասում է հրապարակային, որպեսզի ես նստեցնելու են ու նման բաներ։ Հետեւաբար հարցս այսպիսին է. օրինակ նույն վարչապետը կամ իշխող ուժից ինչու եք հրապարակային դա անում, ինչու չեք զանգում այդ դատավորին կամ դատախազին, ասեք Քոչարյանին, չգիտեմ, փռեք ասֆալտին, տարեք նստացրեք։ Դե գիտեք, էլի եմ ասել, ամեն մարդ իր արշինով է չափում, այս ամբողջ գործընթացը, դե եթե իրենց ժամանակներում զանգով դատավարություններ են իրականացրել, իրենք զարմանում են, եթե ժամանակին հնարավորություն կար եւ իրենք նման կերպով վարվել են, էլ ինչ են հրապարակային ասում։ Մենք քաղաքական գործիչներ ենք, մենք կարծում ենք, որ հայտարարություններ անում ենք ելնելով մեր գնահատականից, ինչպես յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ինչպես յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մենք կարող ենք մեր գնահատականը տալ եւ երբեմն այդ գնահատականը, եթե խաչվում է նաեւ արդարադատության այդ գործընթացի հետ, բնականաբար մարդկանց մոտ բան է առաջանում, որ կարող է մեկը մեկի հետ կապ ունի, բայց ոչ սիրելիներ, ընդհանրապես մեկը մյուսի հետ կապ չունի։ Մենք վաղուց ենք խոսել այդ մասին, բայց լսեք, դեռ միջև հիմա Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է եւ այդ ընթացքում էլ մեզ բազմաթիվ մեղադրանքներ են եղել հենց այդ փաստի հետ կապված։ Այնպես որ սա եւս փորձ է արվում, որ հետագայում դա եւս փաթեթավորվի որպես հրապարակային կոչի հետևանք եւ այլն, բայց այս պահի դրությամբ, ինչպես տեսնում ենք, Ռոբերտ Քոչարյանը դեռ ազատության մեջ է եւ նույնիսկ դատարանում ցուցմունք է տալիս եւ խոսում նման բաներից։ Այդ չասեմ ընտրություններին է մասնակցել։ Եվս մեկ մեջբերում անեմ արդեն նրա պաշտպաններից մեկից, Օրբելյանից, նա նշում է, որ Քոչարյանի գործը Վիշի լիգայի հարց է եւ քննչական կոմիտեն ու դատախազությունը չեն կարող այն քննարկել, հա։ Օրինակ ըստ ձեզ Քոչարյանի նման Վիշի լիգայի ներկայացուցչի հարցը որտեղ պետք է օրինակ քննել։ Երևի, չգիտեմ իրենք ինչ են պատկերացնում, դա իրենք միշտ են իրենց երևակայել էլիտա եւ մեր ժողովրդից տարբերվող մարդիկ իրենց առանձնացրել են անընդհատ, որ իրանք էլիտա են, ես իրենց էլիտան ոնց հասկանում եմ իրենց փողի քսակով է չափվում, բայց այնուամենայնիվ պետք է միշտ հիշեն ու իրենց մտքում ունենան, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորն են օրենքի առաջ հավասար եւ այստեղ ավտոնոմություն ունեցող որևէ մեկը չկա, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը, որ իրեն համարի Վիշի լիգայի կամ ինչ-որ էլիտայի մասնիկ, ում հարցերը պետք է այլ մակարդակով քննարկվի։ Դե եթե օրինակ հիշում ենք այն հայտնի զանգը, որտեղ ըստ տարածված տեղեկությունների նրա ձայնն էր, հա, գուցե նկատի ունեն տարբեր։ Դեռ ոչ մեկ չի հերքել այդ հանգամանքը։ Դեռ ոչ մեկ չի հերքել այդ հանգամանքը։ Լավ, հուսամ ակնարկը բոլորին պարզ էր ինչ մասներ։ Խոսքը եւս համատեքստում մի հարց։ Եթե քաղաքացիական պայմանագիրի իշխող ուժը որևէ ձևով իրավական գործընթացներին չի միջամտում, ապա որտեղ է ձեզ վստահություն, որ օրինակ նույն Քոչարյանը, այն մյուսը բոլորը նստելու են, հա, այդ հայտարարությունները, այսինքն դուք ինչպես եք այդ հայտարարությունները ի կատարածելու, եթե եւ այդ խոստումները ի դեպ դուք եք չէ նշում նաեւ քարոզարշավի ընթացքում, որ ամենաշատ ձեզ տրվող հարցերը քաղաքացիների կողմից այն է, թե այս մարդիկ ինչու պատասխան չեն տվել, որտեղ է արդարադատությունը եւ դուք նաեւ վարչապետը խոստանում էր, որ նրանք անպայման պատասխան են տալու, նստելու են, էսը լինելու, էնը լինելու։ Եթե դուք չեք միջամտում իրավական գործընթացներին, որտեղից ձեզ այդ վստահությունը, որպեսզի այդպիսի խոստումներ տաք։ Տեսեք, մենք չենք միջամտում իրավական գործընթացներին, բայց նաև մենք ապրում ենք այն միջավայրում, որտեղ ամեն ինչ բոլորին ավելի քան պարզ է եւ իրականում, երբ որ մենք ասում ենք, որ այս գործերի վերաբերյալ որևէ կասկած չկա, որևէ անձի մասնակցության վերաբերյալ մարտի 1 եւ հոկտեմբերի 27 եւ այլն, կասկած է հարուցվում, թե բա ինչու։ Նույնն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահ են ամեն գործընթացի հետևում, ովքեր ինչ դեմքերով են հանդես եկել եւ ովքեր են կանգնած այդ ամեն ինչի հետևում։ Դրա համար մարդկանց մոտ արդարացի ցանկություն է առաջանում կամ պահանջ է առաջանում պահանջել օրվա իշխանությունից, որպեսզի անպայման արդարադատությունը հաստատվի եւ այս մարդիկ անպայման պատասխան տանեն այն ամեն ինչի համար, ինչ իրականացրել են այդ տարիների ընթացքում։ Սա է հիմնական միտքը, որ մենք մեր քաղաքական գնահատականն ենք տալիս եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ իրենց գնահատականն են տալիս եւ մեզ ընտրելով պահանջում են, որպեսզի լինի արդար, անկախ դատական համակարգ, որը կկարողանա ի վերջո հանգուցալուծել այն հարցերը, որոնք որ քաղաքացիները ունեն, կամ արդարացնել, կամ
պատժել օրենքի ոչ խստությամբ եւ սա է այն հիմքը, որի վրա հիմնվելով մենք անում ենք այդ հայտարարությունները։ Այո, բոլորս էլ գիտենք, բոլորս էլ ապրել ենք այդ ժամանակները, բոլորս էլ տեսել ենք այդ process-ները եւ որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե պատասխանատվության կրողները ովքեր են եւ մենք վերջում միեդի որոշումն էլ տեսանք, որ ովքեր են պատասխան տալիս ովքեր են մեղավոր մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ եւ դա ավելի ամրապնդեց այդ համոզմունքը, որպեսզի մենք վստահ այդ հայտարարությունները անենք։ Եվ Տիկին Ղազարյան, վերջինը ուժեղ Հայաստանի այդ ցուցակից առաջադրվածների ինքնաբացարկները մեկնաբանելով նաև նշեցին, որ դա արվում է նրա համար, որպեսզի պաշտպանեն իրենց կուսակիցներին, այդ թվում ձեր հնարավոր ճնշումներից եւ այլն, կխնդրեմ նախ սրան անդրադառնալ եւ այս համատեքստում ուժեղ Հայաստանը չի կարողացել դեռևս քաղաքացիական պայմանագրից գտնել այն 8 падգամավորին, որպեսզի իրավիճակ փոխի։ Իհարկե վերջից կամ բնականաբար դա էլի մեր կապարանոց հայտարարությունները իրենց կողմից անպատասխանատու, ինչպես ես իմ խոսքի սկզբում նշեցի, երբեք նրանք չեն գտնի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից որևէ падգամավորի գետ 1, որ իրենց կմիանա, որովհետև մենք գաղափարապես ենք իրար հետ կապված, ոչ թե ինչ-որ տարբեր ուժերի, ինչ-որ շահերով պայմանավորված հավաքածու, ինչպես իրենք են, եւ երկրորդը ես կարծում եմ, որ այդ մանդատաթափը, ինչպես ես եմ նշել մի անգամ իմ գրառումներում տեղի է ունենում ոչ այն պատճառով, որ ինչ-որ բաներից են պաշտպանում, ինչ-որ կուսակցաշինությամբ են զբաղվում եւ այլն, որը իրենց ընդհանրապես չէր խանգարի ցուցակում մնան, այլ ըստ օդում կախված լուրերի բավականին այսպես ոչ կապվածություն միմյանց հետ չունեն եւ ինչ-որ խռովմունք ունեն, դեռ միջև այդ process-ը, որ միանգամից 105 տոլի կամ 106 падգամավոր է մանդատներից հրաժարվել, միջև այդ էլ եղել են падգամավորի տեխնացուներ, ովքեր հրաժարվել են մանդատներից եւ հիմքը եղել է հիմնականում, իհարկե բարձրաձայն չեն ասում, բայց ինչ-որ խռովմունք իրար չհասկանալ եւ ինչ-որ process-ներ։ Իհարկե այդ ստերի բուրգը շարունակում են ուժեղները կառուցել, որը որ հետագայում ավելի մեծ խնդիրներ իրենց համար վստահաբար առաջացնելու։ Բնական է, որ այստեղ ողջ առողջ իրավիճակ է, երբ 199 հոգուց 106 հոգին հրաժարվում է մանդատից, հետևաբար սա փաթեթավորել թե հետագա ճնշումներից վախենում էին, թող հանրային կյանքով չզբաղվեն եւ հանրային պաշտոնի համար հայտ չներկայացնեին։ Պարզ է, չէ՞, որ падգամավորի թեկնածուն հանրային կյանք է վարելու եւ այդ դեպքում ցուցակում արդեն ներառվել է դա հայտ է ներկայացրել, որպեսզի լինի հանրային եւ ցուցակից դուրս գալով դա որևէ իրավիճակի փոփոխություն կամ հարցի լուծում չէ, կամ կուսակցաշինությամբ զբաղվել է, ինչպես իրենք էին նորից ասում, էլի հիմք չէ, որպեսզի բանից ցուցակից դուրս գալ։ Ես ինքս էլ որպես падգամավոր զբաղվում եմ կուսակցաշինական աշխատանքով, վարչության անդամ, ուղղակի թիմի անդամ եմ, պես որ այդ բոլոր հիմքերը բոլորին էլ ակնհայտ է, որ անհիմն են։ Շնորհակալություն։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս 8-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր Ալխազ Ղազարյանն էր։ Այժմի համար այսքանը, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։